Բարի շերեկո, սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ ջան։ Ուրեմն քիչ առաջ համացանցից ծանոթացա Պաշտպանության նախարարի Հայաստանի Հանրապետության հայոց բանակի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարածած տեսալովակին, թե այսօր հայ զինվորը իջ հենակետներում է իր ծառայությունը տանում, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները հսկում, ուղղակի չէի կարող ես իմ գնահատականը չնչեցնեի։ Երբ որ ես տեսա այս ամենը, այս տասնյակ հարյուրավոր մետրերով խորությամբ այս բիտոնյա խրամատները, հենակետները, ես հիշեցի իմ ծառայության ժամանակ։ Գիտեք ոնց էր։ Մեր հենակետները անձամբ որտեղ ես որ ծառայում էի, ու ոչ թե մենակ իմ, որտեղ որ ես էի ծառայում, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ։ Նաև Արցախում։ Գիտեք ոնց էր հենակետները սարքված։ Հող, կամազի պագրիշկա, տոլ, հող, մի շերտել, տոլ, հող, կամազի պագրիշկա։ Ու տես մի քանի շերտ հողով եւ կամազի պագրիշկով հենակետներ էր։ Եվ մենք հայ զինվորը այդ հենակետներում հսկում էր, պաշտպանում էր հայոց սահմանը։ Այն հենակետը, որ մի հատ ավտոմատով, որ մի հատ օջեր է տան, այդ հենակետը ուղղակի շարքից դուրս կգար։ Բայց հիմա այսօրվա հենակետները, ուզում ես ատոմային ռոպ գցի վրեն, ոչինչ չի նելու։ Ինչ պետք է լինի։ Սարը ճղել են, մտել են մեջը բետոնյա հենակետներ են։ Իսկ 2018 թվականին Ղարաբաղյան խուլիգան մերժված փաթեթը այս բետոնյա խրամատների փոխարեն իրանց դղյակների ֆունդամենտների տակն էին բետոնյա ֆունդամենտներ լցնում կուբամետրերով 2000 սերժիկ կես մետրանոց Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդկանց հետ երբևիցե կապ չունեցածներ բերանը ծուրտիկ խոխա տեսնում եք չէ Մոսկվա բնակ օլիգարխ կոլխոզնիկի կոց այդ դուք տասնյակ տարիներով ձեր դղյակների տակն եք, ձեր դղյակների ֆունդամենտներն եք բետոն լցրել, կուբամետրերով բետոն լցրել։ Իսկ այսօրվա ուժեղ պետության, ուժեղ առաջնորդները, ոչ թե նրանց դղյակների տակն են կուբամետրերով բետոն լցնում, ոչ թե նրանց դղյակների ֆունդամենտներն են կուբամետրերով ֆունդամենտ գցնում, այն հենակետները, որտեղ հայ զինվորը հսկում է, պաշտպանում է հայոց սահմանը։ Տենը մեկ տարբերությունը որն է։ Այ չափիչ, այ առաջամիջի բուլկի, այ քնքուշ դեմքով երիտասարդ քեզնից ոչինչ չասող, ես որ եկել ես սենց ոգևորված ուժեղ Հայաստան։ Հայաստանը ուժեղ է առանց ձեզ։ Ուժեղ Հայաստանը ուժեղ է առանց օտար երկրի օլիգարխների, օտարի շահերը սպասարկող քոցերի։ Հայաստանի Հանրապետությունը ուժեղ է 2018 թվականի մերժված Ղարաբաղյան խուլի առանց 2018 թվականի մերժված Ղարաբաղյան խուլիգան այդ փաթեթից առանց դրանց ներկայությամբ առանց դրանց լինելիությամբ է Հայաստանի Հանրապետությունը ուժեղ այ էսա ուժը Հայաստանի Հանրապետության եկել եք ուժից եք խոսում ուժեղ Հայաստան որն արա ձեր պատկերացած ուժեղ Հայաստանը որ ձեր դղյակների տակը ֆունդամենտները կուբամետրերով բետոն լցնեք էտա ուժեղ Հայաստանը ձեր պատկերացումով իսկ մեր պատկերացումով ուժեղ Հայաստանը ոչ թե իշխանությունները տանում են իրենց դղյակների ֆունդամենտների տակն են կուբամետրերով բետոն լցնում այլ առաջնագիծն են կուբամետրերով ֆունդամենտ լցնում բետոն լցնում այ էսա ուժեղ Հայաստանը ուժեղ Հայաստանը էսա ուժեղ Հայաստանը սրանից մի քանի օր առաջ տարածված զինամթերքն է կորեք արա չեք տենում ուժեղ Հայաստանը այսօր հարյուրավոր Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր մանկապարտեզներ դպրոցներ կառուցվածն է տասնյակ հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհներն է բոլոր ինստիտուտներում բարեփոխումներն է որը արդեն իսկ բարեփոխվել է չկա Հայաստանի Հանրապետությունում այնպիսի ինստիտուտ որը բարեփոխված չլինի դեպի լավը այդ է ուժեղ Հայաստանը իսկ ձեր պատկերացումով ուժեղ Հայաստանը ձեր ֆունդամենտների տակը բետոն լցնեք կուբամետրերով չգիտեմ մանկապարտեզներ դպրոցներ արևանգեք
ձեր սեփականությունը սարքեք, 2 կոպեկով առնեք, ձեր ձեթի զավոդը դնեք, չգիտեմ, ձեր կալբասի զավոդը դնեք, կամ ձեզ համար մարդ ծեծելու տեղը լինի։ Այ էտա, օտարեք, տասնյակ հարյուրավոր մանկապարտեզներ, դպրոցներ օտարեք, էտա, ձեր պատկերացած ուժեղ Հայաստանը էտի է։ Ձեր պատկերացած ուժեղ Հայաստանը այնի է, որպեսզի դուք Հայաստանի Հանրապետությունում օտարի քոցը լինեք եւ տրապկի նման օգտագործվեք կոլխոզնիկներին, այ կոլխոզնիկներ։ Ես երեկվանից սկսել եք ոգևորվելը, բայց ձեններդ ոնց որ մի քիչ բարձր չի լսվում։ Ես վախենամ ձեր այդ պասուվության համար ձեր տերերը կոլխոզնիկները ձեզ ապտակեն։ Եթե ուզում եք խուսափեք ապտակից, որպեսզի կոլխոզնիկները ձեզ չապտակեն, ուղղակի ձեր ոռնոցների, հաչոցների տոնայությունը մի քիչ բարձրացրեք։ Կարող է կոլխոզնիկը տենա, ասի հով, ոնց որ սրանք ակտիվ չեն ոռնում, ոնց որ սրանք ակտիվ չեն հաչում։ Ու դրա համար ձեզ ապտակի։ Եթե այդ ապտակից խուսափելու համար ձեր հաչոցների տոնայությունը մի քիչ բարձրացրեք։ Դուք Հայաստանի Հանրապետությունում ձեր միակ առաքելությունը ոռնալն է, շան նման հաչալն է, ուրիշ որևէ առաքելություն եւ հեղինակություն չունեք դուք Հայաստանի Հանրապետությունում։ Այս է ուժեղ Հայաստանի Հանրապետությունը։ Մտեք Պաշտպանության նախարարի Facebook-յան էջը եւ ուժեղ Հայաստանի Հանրապետության հետ ծանոթացեք։ Կիլոմետրանոց հարյուրավոր մետրերով խորությամբ բետոնյա հենակետների հետ ծանոթացեք։ Բետոնյա Զենք զինամթերքի հետ ծանոթացեք, մտեք ծանոթացեք արա, քորեք չեք տենում, թե սարփակ չի արա։ Ես ասում եմ որտեղ որ ես ծառայել եմ իմ հենակետը ոնց էր, Սերժիկ, Ռոբիկ, ձեր ժամանակվա հենակետները Հայաստանի Հանրապետությունում մի շերտոլ էր գնում, մի հատ զիլի պագրիշկա էր գնում, վրիցը մի հող էր գնում, հետո նորից մի հատ շերտոլ, հող, պագրիշկա, որ մի հատ հասարակ ավտոմատով սես գրռսնում էր, շաղ էր հսնում այդ հենակետը, ուղղակի շաղ էր հսնում, զինվորը այնտեղ անվտանգ, զինվորը այնտեղ ապահով չէր։ Մի հատ ավտոմատով ասում գրռցներ այդ հենակետը ուղղակի շաղ տնցներ, բայց այսօրվա հենակետը, որտեղ որ զինվորը հսկում է հայոց սահմանը, ուզում է ատոմային ռուպ ընկնի, որ դեմը խաղ չկա, սարը ճղել մտել են, բետոնապատել են սաղ, այլ ոչ թե ձեր նման սարեր են վերցրել, ամեն մեկ այդ սարը պայթեցրել է, իրա դղյակի ֆունդամենտի տակն է բետոն լցրել, արա դուք, Տաշիր, Ռոբիկ, 2000 Մոսկվա բնակ օլիգարխ, օտարի լատ, Տաշիր Սամվելիկը, օտարի քոսնա, Հայաստանի Հանրապետության ազգային սպառնալիք է դի 2018 թվականի մերժված Կարաբաղյան խուլիգան բանտան Տաշիր Սամվելիկի գլխավորությամբ այդ օտարի քոցի այդ ռուսաստանբնակ օլիգարխի գլխավորությամբ հոգևոր կյանքը վտանգի տակ դրած կտրիչ Ներսիսյանով վերջացրած դրանք ազգային սպառնալիքներ են դրանք Հայաստանի Հանրապետության այսօրվա եւ վաղվա ապագայի ուժեղ հզոր երջանիկ խաղաղ ապագայի սպառնալիքներ են եւ մահ ազգային անվտանգության սպառնալիքներին մահ Հայաստանի Հանրապետության այսօրվա եւ վաղվա սպառնալիքներին մահ դրանց եւ դրանց մահը վրա է հասնելու վարկյան առաջ քաղաքական մահը դրանց վարկյան առաջ պետք է վրա հասնի դուք տասնյակ տարիներով ամեն մեկը ցենց մի հատ սար եք վերցրել պայթեցրել եք այդ սարը եւ ձեր դղյակի ֆունդամենտն եք կուբամետրերով բետոն թափել կուբամետրերով բայց հիմա ուժեղ Հայաստանը, ուժեղ Հայաստանի ուժեղ առաջնորդները սարը սենց պայթեցնում են, ճղում են մետնում մեջը, առաջնագիծն են, հենակետներն են, այն հենակետներն են կուբամետրերով բետոն լցնում, որտեղ որ հայ զինվորը անվտանգ հսկում է հայոց սահմանը, ու ինչ ուզում է այնտեղ ընկնի, ուզում է 100 հատ ռակետ ընկնի, ինչ պետք է անի, ոչինչ չի կարա անի, ոչինչ չի կարա անի, ձեր ժամանակվա հենակետները, այն կանսերվի կոկոշներն չի ասում, այն կանսերվի կոկոշները չի ասում, ժանգոտված փշալարերի վրա կախած կանսերվի կոկոշները չեմ ասում հլա, ձեր ժամանակվա հենակետները այդ այնց ուժեղ Հայաստանից որ խոսում եք, մի հատ ուժեղ կամերանում հենակետ ուղակի քշում էր։ Այդ պագրիշկա հող, որ ցած սարերի նման ցած գունդ է կարել, հողը լցրել, պագրիշկեն դրե հողը լցրել, այդ է։ Ու ինքն է դուք չեք արել։ Զինվորն արել։ Պետությունը 10 դրամ չի ծախսել հենակետ, զինվորը ծառայել է 2 տարի, խրամատը փորել է, պագրիշկեն դրել է, հողը լցրել, իր համար հենակետ սարքել։ Բայց հիմա պետությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում եւ բետոնյա հենակետներ ասարկում բետոնյա
որի դեմը խաղ չկա։ Այս սա է ուժեղ Հայաստանը։ Սա է ուժեղ Հայաստանը։ Ուժեղ Հայաստանը, ուժեղ Հայաստանի առաջնորդները 2018 Հայաստանի Հանրապետությունը ավելի քան երբևիցե ուժեղ է հզոր է 2018 թվականից միջառ այսօրս եւ դա լինելու է շարունակական բնույթ նաեւ վաղը նաեւ 26 թվին նաեւ 27 թվին 28 30 հավեր Շավիցյան որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը այլևս հայ մարդը ուժեղ Հայաստանի Հանրապետության առաջնորդները թույլ չեն տալու որ այս օտարի կոծերը Հայաստանի Հանրապետության հայ մարդու իշխանությունը արևանգեն թույլ չեն տալու Հայաստանի Հանրապետությունը արևանգեն եւ օտարի համար օտարի շահերը սպասարկեն որպես կռվա խնձոր թույլ չեն տալու Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից ավելի ուժեղ է, ավելի հզոր է, քան երբևիցե։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ավելի քան ուժեղ է իր ուժեղ առաջնորդներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քան երբևիցե։ Այսօր Հայաստանի Հանրապետության հայ մարդիկ, հայ ժողովուրդը ավելի ուժեղ են, ավելի հզոր են, քան երբևիցե։ Կեցե ազատ անկախ ինքնիշխան ինքնուրույն իրական Հայաստանի Հանրապետությունը Կեցե իրական Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության միակ երաշխավորը, այսինքն խաղաղությունը, կեցե հայ մարդը, հայ ժողովուրդը, որ թացը չորից տարբերում է, որ կեղծ սիրո քարոզչության գերին չի դառնում, որ թացը չորից տարբերում է, որ այս օտարի քոցերին, այս մերժված փաթեթին իրենց սեփական ծնողներից ավելի լավ է ճանաչում։ Եվ իրական Հայաստանի Հանրապետության դեմը խաղ չկա, իրական Հայաստանի Հանրապետության հարստության դեմը խաղ չկա, հարստությունից ենյան հարստություն չկա, իրական Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող հայ մարդկանց դեմը խաղ չկա, խաղաղությանը սիրահարված եւ խաղաղության շահերը սպասարկող հայ ժողովրդի դեմը խաղ չկա, այդ տեսակի դեմը ուժ չկա, այդ տեսակի ցենյան հարստություն չկա։ Անկախ նրանից, թե ով ինչ ածական անուն ունի, ով որ պետության օլիգարխա, անկախ ամեն ինչից, այս տեսակի դեմը խաղ չկա։ Ու այս տեսակը լիք ասելիք ունի, իր ասելիքները կասի, ամեն օր կասի, ամեն վարքյան կասի, իհարկե անելիքներն է նույնպես կանի։ Դուք օտարի քոցեր, օտարի շայրը սպասարկող, այդ կոլխոզնիկի քոցեր, կոլխոզնիկ, մի հատ Լուկաշենկո կար ասում էր Հայաստան ումա պետք է, հիմա տեսար ումա պետք է Հայաստանը, տեսակ ումա պետք է Հայաստանը, Հայաստանը բացի կոլխոզնիկներից բոլորին պետք է, Հայաստանը բացի կոլխոզնիկներից բոլորին հետաքրքրում է, Հայաստանը բացի կոլխոզնիկներից բոլորի հետ նստում, հելնում, շփվում է եւ իշա Հայաստանի Հանրապետության շահի աշխարհի շփվում է այնպես այնքան ինչպես որ Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու շահն է թելադրում բացի կոլխոզնիկներից ու այս կոլխոզնիկի քոցերը եկել են որնոստերը դնում են արա նարեկ տաշը Մոսկվա բնակ օլիգարխի աղբոր գյադա տոններդ մի քիչ բարձրացրեք տոնը пассивություն մի արեք արա տոններդ մի քիչ այդ որնոստներդ մի քիչ որնոստերի տոնայությունը մի քիչ բարձրացրեք հակառակ դեպքում կոլխոզնիկները կտեսնեն որ пассив եք ոնց որ լավ չեք որնում լավ չեք հաճում շան նման կարողա ձեզ հրավիրի իրանց այդ կոլխոզ եւ թարզ ապտակի ձեզ Եթե չեք ուզում արժանանալ կոլխոզնիկի ապտակին, ինչպես ամեն օր եք արժանանում այդ կոլխոզնիկի քոցեր, մի քիչ ակտիվացեք, մի քիչ ձեր հաչոսների տոնայությունը բարձրացրեք, ձեր որնոստերի տոնայությունը բարձրացրեք։ Դուք տենց որնալով քաղաքական մակարդակով ոչ չանալու եք հայ մարդու ոտքերի տակ։ Քաղաքական մակարդակով այդպես որնալով ոչնչանալու եք հայ մարդու ոտքերի տակ։ 3 ամիս հետո հունիս ամսին տասնյակ տարիներով հայ մարդու սպասված վրեժը հունից երնում է եւ քաղաքական մակարդակով հուլիս ամսին ամբողջ Հայաստանով մեկ հայ մարդը տասնյակ տարիներով սպասած իր վրեժը լուծում է։ Իր վրեժը լուծում է քաղաքական մակարդակով այս օտարի երկու օլիգարխներից, այս օտարի քոցերին
եւ 2018 թվականին ռոբասերժական խուլիգան Ղարաբաղյան խուլիգան մերժված մաֆիայից վերջնականապես սրանց գործտեությունը, սրանց լինելությունը քաղաքական մակարդակով կասեցնում է Հայաստանի Հանրապետությունում։ Դուք գիտեք հայ մարդը ձեզ մոռացել է, հա? Հայ մարդը ձեզ մոռացել է։ Այ հայ մարդու հետ երբևիցե կապ չունեցածներ։ Այ աշխատավոր հայ մարդերանց տասնյակ տարիներով խոպանչի սարքածներ։ Դուք հայ մարդին խոպանչի սարքածներն եք։ Դուք աշխատավոր հայ մարդերանց խոպանելուն կոպեկներով աշխատացրածներն եք, վերջումն եք քցած փողը չտվածներն եք։ Այն հայ մարդելով համարձակվել է իր փողի հետևից գա ձեր հետևից է կալուգացի տաշիր Սամվելիք չեչեներին հրավիրել եք աշխատավոր հայ մարդկանց Մոսկվաներում ծիծի եք եթակե դուք խուլիգան բանդիտներ եք դուք ավազակներ եք դուք Հայաստանի Հանրապետության կարևորագույն արժեք ունեցող ռազմավարական կարևորագույն արժեք ունեցող հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց ձեր բերածներն եք եւ տասնյակ տարիներով ձեր անձնական հարստության համար աշխատացրածներ եք որից մեկ եղել է հեծը ցիրկն է պետք է պետականացվի սա իշխանության համար պետք է լինի առաջնահերթ խնդիր ցիրկն է պետք է պետականացվի Տաշիր Սամվելիք էս օտար պետության ագենտի էս օտար պետությունից էս տասով չկի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է կասեցվի պետք է կասացվի, սա իմ կարծիքն է եւ հայ մարդը պետք է կոչով հանդես գա պետք է պահանջ դնի որպես ես օտար քոցերի գործունեությունը օտարին սիրարված օտարի շահերը սպասարկողների գործունեությունը այս Հայաստանի Հանրապետության սպառնալիքների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կասեցվի ու ձեր գործունեությունը կկասեցվի Հայաստանի Հանրապետությունում ամենաուշը հունիս ամսին ձեր գործունեությունը կկասեցվի Հայաստանի Հանրապետությունում դուք լուրջ խնդիր ունեք հայ մարդու հետ մոտիկից ծանոթանալու դուք լուրջ խնդիր ունեք հայ մարդու հետ մոտիկից ծանոթանալու եւ հունիս ամսին դուք հայ մարդուն շատ մոտիկից կծանոթանաք Աստված մեծ է ամեն ինչ լավ է եւ լավ է լինել տեսեք թե որն է ուժեղ Հայաստանը տեսեք ինձ նա որ տեսնում է ու ասում է չեմ տեսնում ձևա բռնում որ չի տեսել մեկնաբանում է իրան ոնց ձեռատալի ինչա որ աբիժնիկ է իշխանությունից նա ուղղակի Հայաստանի Հանրապետության թշնամին է նա ուղղակի Հայաստանի Հանրապետության թշնամին է անկախ ձեր չտեսնելուց, անկախ ձեր ոռնոստերից, անկախ ձեր հաչոցներից, անկախ ձեր օտար երկա ագենտ լինելուց, Հայաստանի Հանրապետությունը օրորի ուժեղանում է, հարստանում է։ Հայաստանի Հանրապետությունում մի շատ կարևոր 2018 թվականի մի շատ կարևոր հույս եւ հավատ է վերականգնվել հայ մարդու մեջ որն է այդ հույսը եւ հավատը որովհետեւ 2018 թվականից այլևս աշխատավոր հայ մարդը իր սեփական պետությունում աշխատելուց չի վախենում չի նստում չի մտածում ասում կարող է ես մի քանի միլիոնը ներդնեմ ես մի բիզնեսը բացեմ ինչ որ չգիտեմ վարչապետի ախպերը կամ մտնի ես բիզնեսի մեջ 50 անի կամ րոպե մեծ զանգեն ասեն այ նրա հաշիվը փակի այ մինչև 2018 թվականը աշխատավոր հայ մարդը բիզնեսմեն արարող հայ մարդը լուրջ խնդիր է ունացել լուրջ 1000 անգամ մտածել է 10 ձև տարել է բերել է նոր մի անգամ կտրել է արդյոք արժի Հայաստանի Հանրապետությունում ինչ որ ներդրում արած Դրա համար հարյուրավոր հազարավոր հայ մարդիկ իրենց ներդրումները ուրիշ պետություններում են արել եւ ուրիշ պետություններում հաջողություն են գրացել իրենց բիզնեսի մեջ։ Հաջողակ են, բայց ուրիշ պետություններում են անում, որովհետեւ իրենց պետությունում վախվորած են եղել, վախեցած են եղել։ Նաեւ այդ մարդկանց մեղադրելու չի, որովհետեւ մարդիկ հստակ գիտակցել են, որ այսքան միլիոնը տնի ես մի ներդրում անի, Հայաստանը բաժանված է 8-9 հոգու։ 9-10 հոգի է որոշում ով ինչ պետք է անի, ով ինչ պետք է բերի, ով ինչ բիզնես պետք է դնի։ Դրա համար ուրիշ պետություններում են իրենց բիզնեսը դրել, բայց հիմա 2018 թվականից ոչ մի հայ մարդ այդ խնդիրը չունի մտածելու, որ իր սեփական պետությունում արդյոք արժի ներդրում արած, արժի ինչ որ մի հատ բիզնես բացած, թե չէ, որովհետև վստահ է իր սեփական իշխանության վրա, վստահ է այսօրվա իշխանության վրա, որ ցանկացած բիզնեսմեն օրենքը հարգելով իր պարտականությունները օրենքի դաշտում կատարում է եւ որևէ մեկ իրեն չի ասում աշկիդ վերևը սևուն կա ոչ մի նախարարի տղա ոչ մի վարչապետի աղբեր ոչ մեկը չի զանգում չի անհանգստացնում չի ասում այ միտեղ այնքան հաշիվը տարեք փակեք այդտեղ այնքան հաշիվը տարեք փակեք ոչ մի վարչապետի եղբայր չի գնում այդ բիզնեսի տեղը սենց հալալ կեսանում 50 Խի Հայաստանի Հանրապետությունում այսօրվա բիզնեսմենները գործարար աշխատավոր հայ մարդիկ այդ խնդիր ունեն
իրենց օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարում են, հարստանում են, հարստացնում են իրենց կողինին, հարստացնում են իրենց աշխատողներին, հարստացնում են պետությանը։ Ժողովուրդ պետություն ջան ասում, ջան լսում են եւ հարստանում են։ Ու սա լինելու է հավերժ եւ հավիտյան։ Մահ 2018 թվականի մերժված Ղարաբաղյան խուլիգան մաֆիան։ Սերժիկ, Ռոբիկ, հենակետները տեսեք, բետոնյա հենակետները տեսեք։ Մտեք պաշտպանության նախարարի Facebook-յան մեջ եւ բետոնյա հենակետները տեսեք եւ ամանչեք ձեզնից։ Ամանչեք ձեզնից։ Չնայած դուք այնքան անիքնասեր եք, որ դուք ամոթը չգիտեք ինչա։ Հայ ժողովուրդը ձեր երեսին տասնյակ տարիներով թքելա եւ թքոմա, դուք ասում եք, էսի վարար անձրևա գալիս։ Այդ դուք այդ տեսակն եք։ Ձեզ մնաց 3-4 ամիս։ Հունիս ամսին վերջնականապես ձեր գործունեությունը կասեցվում է Հայաստանի Հանրապետությունը։ Բարի գիշեր ձեզ։